Բարև ձեզ, ես Էգոն Չոլակյանն եմ։ Այսօր ես ձեզ համար մի քանի կարևոր նորություն ունեմ Սիբիրյան մագմատիկ փետուրի վերաբերյալ, որի թեման ես բազմիցս բարձրացրել եմ իմ նախորդ տեսաուղերձների շարքում։ Այս առումով կուզենայի սկսել մի քանի դրական լուրով։ Հրապարակվել է չափազանց բովանդակալից զեկույց Սիբիրում մագմատիկ փետուրի բեկման սպառնալիքի և այս խնդրի լուծման ուղիների մասին վերնագրով։ Այս զեկույցը պատրաստվել է ԱլլաՏրայի գիտնականների, մասնագիտացված փորձագետների և կամավորների թիմի կողմից, հարկ է նշել, որ հենց Սիբիրյան մագմատիկ փետուրի մասին նման զգայուն դասակարգված տեղեկատվության բացահայտման համար, որը նախկինում թաքնված էր ռուս հանրությունից, ի սկզբանե սկսվեց ԱլլաՏրա միջազգային հասարակական շարժման հետապնդումը։ Քանի որ ԱլլաՏրան Ռուսաստանում հայտարարվեց անցանկալի կազմակերպություն, և դրա անդամները հետագայում դարձան հանրային պարսավանքի, քրեական հետապնդման, հարցաքննության և խոշտանգումների զոհ, պարզ դարձավ, որ ռուս պաշտոնյաների նման ծայրահեղ և պախարակելի գործողությունները լուռ վկայում են ինչպես այս զեկույցում, այնպես էլ իմ նախորդ տեսաուղերձներում բացահայտված տեղեկատվության կարևորության մասին։ Զեկույցը չափազանց ճշգրիտ ուշադրություն է սևեռում Սիբիրյան փետուրի բեկման հնարավոր սպառնալիքի վրա, կրկին հիշեցնեմ, թե ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք այրող մագմայի հսկա հոսքը, որն արագորեն բարձրանում է երկրի խորքերից հենց Սիբիրի տակ, ըստ էության, այն նման է ԱՄՆ-ի հանրահայտ Ելոուսթոուն գերրաբխի տակ գտնվող փետուրին, միայն այն տարբերությամբ, որ մասշտաբների տարբերությունն ուղղակի ապշեցնում է։ Եթե Ելոուսթոունի տակ գտնվող փետուրը ձևավորում է տեղական մասշտաբի գերրաբուխ, ապա Սիբիրյան փետուրը, համեմատած, զբաղեցնում է Ավստրալիայի ամբողջ մայրցամաքին գրեթե հավասար տարածք։ Մոտ 250 միլիոն տարի առաջ Սիբիրում նմանատիպ փետուրն արդեն առաջացրել է երկրի պատմության մեջ ամենամեծ անհետացման իրադարձությունը՝ Պերմի մեծ անհետացումը, երբ ոչնչացավ բոլոր ծովային տեսակների մոտ 95%-ը և ցամաքային ողնաշարավորների 70-75%-ը։ Այսօր մենք տեսնում ենք դրա նմանությամբ սարսափելի իրավիճակ։ Ժամանակակից Սիբիրյան փետուրը ոչ պակաս վտանգ է ներկայացնում, քան իր հնագույն նախորդը, ըստ գիտական հաշվարկների, նրա հզորության պոտենցիալ մեկանգամյա բեկումը կգերազանցի Ելոուսթոուն գերրաբխի ամենահզոր հայտնի ժայթքումը 1000 անգամ։ Վերադառնանք զեկույցին։ Այն ներկայացնում է երկրի վրա բնական աղետների աճի գեոդինամիկ մոդելի համառոտ նկարագրությունը ընթացիկ ժամանակահատվածում որպես փետուրի արագ ակտիվացման պայման, մանրամասնորեն ուսումնասիրում է Սիբիրի և Սիբիրյան Արկտիկայի անոմալ տաքացումը, ինչպես նաև բազմաթիվ այլ նշաններ։ Փետուրի ակտիվության մասին, ներառյալ այնպիսի տագնապալի երևույթներ, ինչպիսիք են հավերժական սառածության հալումը, ցեխի հրաբխի ակտիվացումը, հողի տաքացումը, կայծակների հաճախականության ավելացումը, օզոնային շերտի քայքայումը, սեյսմիկ ակտիվության բարձրացումը տարածաշրջանում։ Զեկույցում ներկայացված են նաև այս մագմատիկ հսկայի գործունեության հետ կապված հետագա զարգացումների 3 հնարավոր սցենարները։ Բացի այդ, մանրամասն դիտարկվում են հրաբխային գեոինժեներիայի գոյություն ունեցող մեթոդները և առաջարկվում է Սիբիրյան փետուրի պլանավորված վերահսկվող գազազերծման հատուկ ծրագիրը, որպես աղետը կանխելու միջոց։ Այսպիսով, այս զեկույցը ոչ միայն գիտական ուսումնասիրություն է, այլ գործողությունների համապարփակ ծրագիր, որն ուղղված է գլոբալ մասշտաբով հնարավոր երկրաբանական աղետի կանխմանը։ Հաջորդիվ ես ուզում եմ ձեզ ցույց տալ Ռուսաստանի կառավարական շրջանակների որոշ անհատների կողմից Սիբիրյան փետուրի բեկման սպառնալիքի մասին իրազեկվածության աստիճանը, պատասխանելով այն հարցին, թե ինչով են զբաղված այդ մարդիկ,
Վաղուց տեղեկատվություն ունենալով Սիբիրյան փետուրի մասին եւ իշխանություն ունենալով Ռուսաստանի տարածքում, կարող ենք մոտավորապես թվարկել նրանց կողմից ձեռնարկված միջոցառումների 4 կատեգորիաներ, ցավոք։ Այս կատեգորիաներից ոչ մեկը չի վերաբերում Սիբիրյան փետուրի բեկման սպառնալիքի վերացմանը, իգիտություն ձեզ, ձեր գործունեության կամ ասեմ անգործության 4 ոլորտներն հետևյալն են։ Առաջինը, ապատեղեկատվության տարածումն է։ Երկրորդը, ռուսական հասարակությունից տեղեկատվության կանխամտածված թաքցնելն է։ Երրորդը, բնական ռեսուրսների և հարստության կուտակման հավակնություններն են։ Եվ չորրորդը, ահաբեկելու և ուժային գործողությունների մեթոդի կիրառումը։ Վերջին իրադարձությունների համատեքստում դիտարկենք այս միջոցառումներից յուրաքանչյուրը, որը համակարգված կերպով ձեռնարկվում է ռուսական իշխանության որոշակի շրջանակների կողմից։ Այսպիսով, առաջին միջոցը, որին դիմում են Ռուսաստանի կառավարության որոշ շրջանակներ, որոնք տեղյակ են Սիբիրյան փետուրի վտանգի մասին, ապատեղեկատվության տարածումն է։ Եվ ահա այս տեխնիկայի օգտագործման վերջին բնորոշ օրինակը։ Այս տարվա փետրվարին, այլ կերպ ասած, անցյալ ամիս ռուսական NTV պետական հեռուստաալիքով մի սյուժե լույս տեսավ Սիբիրյան մագմատիկ փետուրի մասին, ձեր խոնարհ ծառայի հրապարակած հատվածներով։ NTV ալիքը խոշորագույն դաշնային հեռուստաալիքներից մեկն է։ Երկրորդն է Ռուսաստանում, որն իրեն դասում է որպես նորությունների հեռարձակման, վավերագրական ֆիլմերի և հետաքննող լրագրության մասնագիտացված ալիք։ Ավելորդ չի լինի նշել, որ NTV-ն կազմում է Գազպրոմ մեդիա հոլդինգի մի մասը, որը հիմնադրել է Գազպրոմ։ Հանրային բաժնետիրական ընկերությունը, որը ռուսական խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկն է և աշխարհում առաջատարներից մեկը, որը վերահսկում է բնական գազի համաշխարհային պաշարների 1/4-ը։ Այսպիսով, NTV ալիքը լրագրողական հետաքննության ոճով սյուժե է պատրաստել Սիբիրյան փետուրի մասին և գումար չի խնայել այդ թողարկման համար։ Եվ պետք է խոստովանեմ, որ բուն հետաքննությունը և փետուրի ակտիվացման փաստերի ցուցադրումն իրականացվել է բարձր մակարդակով։ Սակայն լրագրողի արած եզրակացությունները և սյուժեի ավարտը, ցավոք, մնացին դեղին մամուլի մակարդակին։ Թույլ տվեք քննարկել այս սյուժեում ներկայացված նյութերը, քանի որ դրանցից շատերը մեծ գործնական արժեք ունեն։ Նախ ուզում եմ ձեզ ցույց տալ մի հատված այս սյուժեից, որտեղ լրագրողները վերարտադրում են Սիբիրյան փետուրի պայթյունը, օգտագործելով պլաստիկ մոդել և 3D գրաֆիկա։ Եկեք դիտենք այս հատվածը։ Ինչ է փետուրը։ Սա հասկանալու համար հարկավոր է խորանալ երկրաբանության մեջ և հիշել, որ երկրի մակերեսի տակ, որով մենք քայլում ենք, կա մի շերտ, որը կոչվում է մագմա։ Այսպիսով, փետուրը մագմայի հսկայական պղպջակ է, որը ուղղահայաց շարժվում է դեպի երկրակեղևը, որոշ գնահատականներով նրա ջերմաստիճանը գերազանցում է 1000 աստիճանը, մյուսների համաձայն 1500, ինչ կլինի, եթե այս ամբողջ պղպջակը հանկարծ սկսի դուրս պրծնել դեպի մակերես։ Բայց սա կարելի է միայն ենթադրել։ Ամեն դեպքում, այս երևույթի ականատեսներն այլևս չեն կարողանա պատմել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Չնայած այս պատմության տեսողական գրավչությանը և նկարահանող խմբի հիանալի աշխատանքին, ես պետք է նշեմ մի հիմնարար թերություն։ Եթե հաշվի առնենք առաջարկվող փետուրի չափերը և դրանք տեղափոխենք այս մոդելի չափերին, ապա Սիբիրյան փետուրի պայթյունը պետք է կտոր-կտոր աներ ոչ միայն այս մոդելը, այլև ամբողջ Անկարը, որում նկարահանվել է։ Իհարկե, ես հասկանում եմ, որ սյուժեի գեղարվեստական այս տարրից չի պահանջվում գիտական ճշգրտություն, բայց ես ստիպված եմ կրկնել այն թեզը, որի մասին խոսել եմ ավելի վաղ։ Փետուրը, դա հրաբուխ չէ։ Եվս մեկ անգամ ստիպված եմ կրկնել սա նորից ու նորից, քանի որ լրագրողները շարունակում են տարածել այս սխալը։ Հրաբուխները տեղական, կետային երկրաբանական գոյացություններ են, մինչդեռ փետուրը կարող է ազդել մայրցամաքի չափ տարածքների վրա և մոլորակային մասշտաբով փոփոխություններ հրահրել։
Հրաբխային ակտիվությունը կապված է թիկնոցի և ընթերքի վերին շերտերում տեղի ունեցող գործընթացների հետ, մինչդեռ փետուրները ծագում են թիկնոցի խորքերից։ Այս ըմբռնման խեղաթյուրումը միտումնավոր է արվում վտանգի մասշտաբները նվազեցնելու նպատակով։ Հաջորդ հատվածում, որը հրավիրում եմ ձեզ դիտելու, լրագրողը ուղևորվում է Սիբիրի հյուսիս, Նորիլսկ քաղաք, փետուրի բարձրացման ենթադրյալ էպիկենտրոն։ Սա Նորիլսկն է։ Նայելով այս ցուրտ ձյունածածկ լանդշաֆտին, այնքան էլ հեշտ չէ հավատալ, որ հենց այստեղ է, որ տաք մագման կարող է պայթել հավերժական սառածության շերտի տակից, ինչը գլոբալ բնապահպանական աղետ է խոստանում ոչ միայն այս քաղաքին և ոչ միայն Սիբիրին, այլև ողջ աշխարհին։ Նորիլսկում իսկապես ինչ-որ բան է կատարվում։ Շատ տներ ճաքերի մեջ են։ Կտրուկ տարածվեցին։ Այո, 2022-2023 թվականների միջսեզոնային ինչ-որ պահի դրանք կտրուկ, այո, սա Միխայիլ Ժուչկովն է։ Ահա թե ինչ տեսք ունի նրա շքամուտքը, իսկ սա նրա բնակարանն է։ Ահա այն գնացել է այստեղ ճաք է։ Ու այստեղ, այո։ Սա գրող պատ է, այո։ Այո, սա գրող պատ է։ Կամ, օրինակ, պատուհանները, ահա այստեղ ճաքը, և այստեղ ճաքը նույն անկյան տակ, այո։ Իսկ ահա թե ինչ է եղել սանդուղքի հետ, որը մինչև վերջերս հարթ էր։ Նայեք։ Տեսեք ինչպես է թեքվել, այսպիսով, այո, տան մի մասը իջնում է։ Բնակիչները մեղադրում են կառավարող ընկերությանը, բայց եթե ամբողջ քաղաքը նայենք, միտումը միանգամայն ակնհայտ է։ Կառուցված բնակելի շենքերից մոտ 1000-ը, այո, 200-ից ավելին ունեն դեֆորմացիայի որոշակի նշաններ։ Այսինքն, շուրջ 160 տուն արդեն քանդվել է։ Երկրատեխնիկական անվտանգության Արկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալիգուշատ Քերիմով։ Նրա համար պատճառը միանգամայն պարզ է, սա մշտական սառածության հալեցումն է։ Այսինքն գետինը սկսում է հալվել և համապատասխանաբար կորչում է ցցագերանների հաշվարկված կրողունակությունը։ Հարցն այն է, թե արդյոք գետինը չէ այդքան արագ հալչում, այդ թվում նաև փետուրի մոտենալու պատճառով։ Խնդրում ենք նկատի ունենալ, թե ինչ հետաքրքիր փաստ են բացահայտել լրագրողները։ 2022-2023 թվականներին կտրուկ սկսվել է մշտական սառածության վրա կառուցված շենքերի հիմքերի իջեցումը, ինչի պատճառով էլ շենքերի պատերի երկայնքով ճաքեր ու թեքվածություններ են առաջացել։ Ընդ որում, այս գործընթացը տեղի է ունենում ամբողջ քաղաքում, և 200 վնասված տներից 160-ն արդեն քանդվել է։ Հիշեցնեմ, որ Նորիլսկն աշխարհի ամենահյուսիսային քաղաքն է, ավելի քան 150,000 մարդ բնակչությամբ, որը գտնվում է արկտիկական շրջանից 300 կիլոմետրի վրա դեպի հյուսիս։ Ավելի ուշ հոդվածում լրագրողը մեզ կհավաստիացնի, որ հավերժական սառածության այս հալչումը պայմանավորված է սովորական կլիմայի փոփոխությամբ և գազերի արտանետումներով։ Թույլ տվեք տալ մի քանի, իմ կարծիքով, ակնհայտ հարցեր։ Նրանք պնդում են, որ մեթանը բարձրանում է, տարածվում և ջերմություն է առաջացնում CO2-ի հետ միասին։ Այդ դեպքում ինչու է այս գազը տեղային դուրս գալիս միայն այնտեղ և կենտրոնացված պահվում մթնոլորտում, ինչն է նրան պահում։ Այո, ցիկլոնները գալիս ու գնում են, բայց ինչ կապ ունեն դրանց հետ մեթանի արտանետումները ընթերքից։ Իսկ մարդկանց բառացիորեն ասում են, որ գազը դուրս է գալիս, նստում է ու փոխում ջերմաստիճանը։ Սա ծիծաղելի է։ Նրանց ասածը դիտավորյալ սուտ է։ Քամին քշում է գազերն ու ցիկլոնները, մթնոլորտն անընդհատ փոխվում է։ Գազը արտադրվում է ներքևից, խառնվում մթնոլորտի հետ և տարածվում աշխարհով մեկ մինչև Ամերիկա։ Անկախ նրանից, թե որքան գազ բաց կթողնվի Նորիլսկի մոտ, այն կտեղափոխվի քամիներով և կտարածվի ամբողջ մթնոլորտով։ Ֆիզիկապես անհնար է մեթանից գմբեթ ստեղծել և պահել այն Նորիլսկի վրա։ Մարդկանց միտումնավոր մոլորեցնում են ինչ-որ մեկի հրահանգով, զուգահեռ իշխանության ցուցումներով։ Ռուսներ, ձեզ հիմարացնում են։
Այս բացատրություններից ելնելով պարզվում է, որ գազը կուտակվում է, չի ցրվում, այն ինչ-որ առանձնահատուկ գազ է և չի ցանկանում լքել տարածքը։ Երևի շատ հայրենասեր է այս գազը։ Նորիլսկի մերձակայքում արտանետվող մեթանը այնքան հայրենասեր է, որ նույնիսկ հրաժարվում է հատել սահմանը։ Սիբիրի անոմալ տաքացման այս բացատրությունը ուղեղի լվացում է և ապավինում հայրենասիրությանը, ընդ որում, ոչ շատ խելամիտ, անընդունելի է և ինտելեկտուալ առումով վիրավորական նման կերպ վարվել մարդկանց հետ, քանի որ այս խնդիրն ուղղակիորեն ազդում է նրանց և երեխաների կյանքի վրա։ Հիմա նորից անդրադառնանք փաստերին, այլ ոչ թե NTV-ի սյուժեում հնչած շահարկումներին։ Այժմ էկրանին տեսնում եք հողի տաքացման երկու քարտեզ, կազմված Ռոսհիդրոմետի 2021-2023 թվականների տվյալների համաձայն։ Եթե համեմատենք 320 սմ խորության վրա հողի տաքացման ջերմաստիճանի միտումները 1976, 2021 և 1976-2023 թվականներին, ապա կարող ենք տեսնել, որ 2021-ից 2023 թվականներին միտումների քարտեզը ցույց է տվել հողի նվազագույն ջերմաստիճանի հստակ անոմալիա այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Նորիլսկ քաղաքը։ Սա նշանակում է, որ հողի ամենացածր ջերմաստիճանի արժեքները էլ ավելի են բարձրացել, հողերը չեն սառչում։ Այսինքն ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ Նորիլսկի բնակիչները սկսեցին դիտարկել իրենց տների կրող պատերի ճաքերի աճը, Ռուսաստանի մշտական սառածության հսկայական տարածքի այս հատվածում էր, որ գետինը սկսեց տաքանալ, փորձագետների կարծիքով, Ռուսաստանում սառած ապարների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 11 միլիոն քառակուսի կիլոմետր կամ տարածված է երկրի տարածքի գրեթե 65%-ում։ Սակայն հենց այս գոտում է, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում ի հայտ է եկել ջերմաստիճանի նոր անոմալիա։ Եթե դրանք տխրահռչակ մարդածին գազերն են, ապա ինչու են նրանք սկսել կենտրոնացված կերպով տաքացնել հավերժական սառածությունը այս տարածաշրջանում։ Նայեք հետևյալ քարտեզին։ Այն ցույց է տալիս Ռուսաստանում հավերժական սառածության սեզոնային հալեցման խորության կետավոր չափումները 1994-ից մինչև 2023 թվականը։ Այս չափումների տվյալների բազան կազմվել է ակտիվ շերտի և մերձմակերևութային հավերժական սառածության (CAM) միջազգային շրջաբևեռ մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացված չափումների հիման վրա և հասանելի է Permafrost. Ս կայքում, ներկայումս Ռուսաստանում գործում է 58 հարթակ, որոնք վերահսկում են հավերժական սառածության ապարները, օգտագործելով ստանդարտացված մեթոդը, և դրանցից 46-ը չափումներ են իրականացրել ավելի քան 10 տարի, ինչը հնարավորություն է տվել բացահայտել երկարաժամկետ միտումները։ Նայեք, նարնջագույնը և դեղինը ցույց են տալիս այն կետերը, որտեղ 1994 թվականից ի վեր հավերժական սառածության հալման խորության աճի կայուն միտում կա։ Եվ մոխրագույնը, որտեղ նման միտում չի նկատվում, և կրկին հարց է առաջանում. ինչու է այսպես կոչված գլոբալ տաքացումը հալեցնում հողը փետուրի այս կոնկրետ տարածքում։ Կարող է լինել միայն մեկ պատասխան։ Սիբիրյան մագմատիկ փետուրի բարձրացումը մեծացնում է երկրաջերմային ջերմությունը և հավերժական սառածության հալեցումը տարածաշրջանում, ինչի պատճառով տեղի է ունենում գետնի իջեցում, շենքերի ոչնչացում, և այդ միտումը միայն կաճի։ Դիտարկենք նույն NTV-ի սյուժեի հաջորդ հատվածը՝ Յամալում գազի պայթյուններից խառնարանների առաջացման մասին։ Դրանք կոչվում են գազի արտանետման ձագարներ։ Միգուցե այս անոմալիաները դիտարկելու ժամանակն է։ Սա Յամալն է և նրա հայտնի խառնարանները։ Դե ինչ վերաբերում է խառնարաններին, ապա դրանք հայտնաբերվեցին և հանրությանը հայտնի դարձան փաստորեն 10 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր դրանց թիվը Յամալում արդեն 17-ն է։ Դրանք բոլորը, ըստ հիմնական վարկածի, առաջացել են գազի հանկարծակի արտանետման արդյունքում։
Թեև, ինչպես հիշում է երկրաբան Եվգենի Չուվիլինը, սկզբում արևմտյան գործընկերները հրաժարվեցին դրան հավատալ եւ պնդում էին, որ ռուսները կրկին գաղտնի զենք են փորձարկում։ Նրանք ասում են. «Մենք Կանադայում նման բան չենք նկատում»։ Սկոլտեխի ածխաջրածինների արտադրության գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնի առաջատար գիտաշխատող Եվգենի Չուվիլինի խոսքով, այս խառնարանները հայտնի են դարձել 10 տարի առաջ, եւ դրանցից 17-ն արդեն հայտնի են։ Ավելին, հատկապես հատկանշական այն է, որ Կանադայից ժամանած գործընկերները պնդում են, որ նման երևույթ իրենց մոտ չի առաջանում հավերժական սառածության հալման ժամանակ։ 2017 թվականին հրապարակված ռուս գիտնականների ուսումնասիրության համաձայն, Յամալ եւ Գիդան թերակղզիներում գազի արտանետման նման խառնարանների ձևավորումը նոր երևույթ է այս տարածաշրջանի համար։ Գիտնականները, որոնց հետազոտական օբյեկտները գազային արտանետման խառնարաններն են, միակարծիք են, որ խառնարանների առաջացումը պայմանավորված է ստորգետնյա գազի արտանետմամբ, որը գտնվում է զգալի ճնշման տակ։ Հաստատվել է, որ խառնարանների առաջացմանը նախորդել է 2-ից 5 մետր բարձրությամբ թմբերի գոյացումը։ Հավանաբար դրանք առաջանում են հավերժական սառածության շերտի տակ բնական գազի կուտակման պատճառով։ Գազի ճնշման բարձրացման հետ տեղի է ունենում պայթյուն եւ ձևավորվում է խառնարան, որպեսզի գազը սկսի ներքևից նման ճնշում գործադրել հավերժական սառածության շերտի վրա, ջերմությունը պետք է գա նաեւ ներքևից կամ մուտքային տաք խորը գազերի հետ միասին, կամ հավերժական սառածության տակ գազի հիդրատների հալեցման ժամանակ, գազի արտանետման խառնարանների հայտնվելը ուղղակիորեն վկայում է ընթերքից եկող ջերմության ավելացման մասին, եւ դա տեղի է ունենում աշխարհի միայն մեկ տարածաշրջանում՝ Սիբիրյան փետուրի բարձրացման գոտում։ Եկեք դիտարկենք այս սյուժեի մեկ այլ հատված։ Մենք հիշում ենք, որ հենց գազի արտանետումները դարձան Պերմի մեծ անհետացման հիմնական գործոնը, եւ այն ժամանակ այդ արտանետումները եւս հրահրվեցին Սիբիրյան փետուրով։ Կա արդյոք ինչ-որ կապ հիմա։ Սա նորից Նորիլսկն է։ Դուք գոնե հիմա հասկանում եք, թե որտեղից է տաքացումը։ Որտեղից է այս տաքացումը։ Այս գազազերծումը գերազանցում է ներծծմանը։ Գազազերծում ասելով նա նկատի ունի ստորգետնյա մեթանի արտազատումը։ Մեթանը դուրս է գալիս եւ տաքացնում այստեղ ամեն ինչ։ Անշուշտ։ Իհարկե, դա այդպես է։ Եվգենի Սերեդան երկրաբանը, ով արդեն կես դար է ուսումնասիրում է այս գործընթացները, հենց իր քաղաքի փողոցներում եւ ամեն մի հողաթմբի մեջ, որի կողքով մեկ ուրիշը կանցներ, տեսնում է զարմանալին։ 1, 2, 3, 4, 5, 6, 7 գազազերծման գոտիներ, որոնք կետային բարձրացնում են ասֆալտը։ Նա նույնիսկ առաջարկեց ուսումնասիրել այս հողաթմբերից մեկը, նրա խոսքով, անցյալ դարի 40-ականներին նմանատիպ հողաթմբից ընդամենը 9 տարվա ընթացքում Մեքսիկայում աճել է մոլորակի ամենաերիտասարդ հրաբուխը՝ պարիկուտինը։ Հերկված դաշտի ակոսների մեջ մի ճեղք հայտնվեց, որից ծխի անվնաս թվացող ամպ էր դուրս պրծնում։ Այդպես ծնվեց նոր հրաբուխը։ Հրաշք տեսարան, որը ժամանակակից մարդը երբեք չէր տեսել։ Եվ ահա, թե ինչ է մնացել նրա ավերած տասնյակ գյուղերից։ Այս հատվածում երկրաբան Եվգենի Սերեդան շատ ճշգրիտ նշել է մի կարևոր գործոն՝ ընթերքից մեթանի արտազատումը, որը երկրի բնական գազազերծումն է։ Սակայն հիմնական հարցը այդպես էլ մնաց անպատասխան՝ ինչու է Նորիլսկի մոտ մեթանը դուրս գալիս խորքերից, ուռեցնելով ասֆալտը։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նավթի եւ գազի խնդիրների ինստիտուտի ռուս գիտնականների թիմի 2019 թվականի աշխատանքը ցույց է տալիս հայտնաբերված թերմոկարստային լճերի գտնվելու վայրի կապը տարածաշրջանային տեկտոնական կառուցվածքի եւ խորքային խզվածքների հետ։ Դրանք լճեր են, որոնք ձևավորվել են հավերժական սառածության հալման ընթացքում։ Այս աշխատության մեջ նշվում է նաև, որ Օխոտսկոյե ծովում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել երկրաշարժերի ժամանակ գազի արտանետումների ինտենսիվության աճ, որը կապված է ենթուղահայաց ճաքերի թափանցելիության բարձրացման եւ ջերմաբարային պայմանների հնարավոր փոփոխությունների հետ, ինչը հանգեցնում է բյուրեղային սառցե ցանցում փակված մեթան գազի, հիդրատի հանքավայրերի քայքայմանը։ Հիմա եկեք միասին հավաքենք այս գլուխկոտրուկի բոլոր մասերը։ Այն տարածքում, որտեղ փետուրը բարձրանում է, աճում է սեյսմիկ ակտիվությունը եւ ավելանում է երկրաջերմային ջերմությունը։
Խորքային գազերը բարձրանում են ընթերքի խզվածքների երկայնքով, փոխելով հավերժական սառածության ջերմային պայմանները, ինչի պատճառով էլ գազի հիդրատները լրացուցիչ քայքայվում են։ Հավերժական սառածությունը հալվում է ներքևից, եւ որտեղ որ դա արդեն տեղի է ունեցել, հողի թափանցելիությունը թույլ է տալիս գազերի արտահոսքը դեպի մակերես։ Այսպիսով, դուք տեսնում եք, որ NTV-ի լրագրողների կողմից այդքան մանրակրկիտ հավաքված փաստարկները լիովին հաստատում են սիբիրյան փետուրի ակտիվության բարձրացման փաստերը, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք նրանց։ Եվ հիմա եկեք անցնենք NTV-ի սյուժեի այն հատվածին, որտեղ դրա ստեղծողները տարօրինակ եւ հիմար, բայց շատ հայրենասիրական եզրակացություններ են անում, հիմնվելով այս արժեքավոր նյութի վրա, որոնք ակնհայտորեն ի սկզբանե պատվիրվել են դրանց տերերի կողմից։ Պատմությունն այնուհետև ներկայացնում է հարցազրույց սեյսմոլոգ Ֆրենք Հուգերպիցի հետ, ով մասնագիտացած է երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսման մեջ, փորձելով կանխատեսել սեյսմիկ իրադարձությունները դրանց հնարավոր լինելուց օրեր կամ շաբաթներ առաջ։ Նա օգտագործում է իր սեփական տեխնիկան, հիմնված մոլորակների, լուսնի եւ արեգակի հարաբերական դիրքերի վերլուծության վրա։ Չգիտես ինչու, նրա կարճաժամկետ կանխատեսումները համեմատվում են Ալլատրայի գիտնականների հաջորդ տասնամյակի երկարաժամկետ կանխատեսման հետ, որը կառուցվել է բնական աղետների քանակի եւ ուժգնության էքսպոնենցիալ աճի գեոդինամիկ մոդելի համաձայն։ Մենք կանխատեսումներ չենք անում, օգտագործելով ոչ աստղերը, ոչ էլ Տարոյի խաղաքարտերը։ Մեր կանխատեսումը հիմնվում է խիստ մաթեմատիկական հարաբերությունների վրա եւ հաշվառվում են բազմաթիվ գործոններ։ Ինչ կապ ունի Ֆրենք Հուգերպիցը սիբիրյան փետուրի հետ, ես կասկածում եմ, որ այս հարցի պատասխանը հազիվ թե ստանանք NTV-ի լրագրողներից։ Հետագայում սյուժեում հրաբխագետ Հարալդուր Սիգուրդսոնը պատմում է մի տեսություն, թե սիբիրյան փետուրը, որը ժայթքել է 250 միլիոն տարի առաջ, իբր լիթոսֆերային թիթեղների շարժման պատճառով, լողալով անցել է Իսլանդիայի տակ, որը չի հաստատվում փաստացի տվյալներով եւ առողջ տրամաբանությամբ։ Սակայն թե դա ինչ կապ ունի ժամանակակից սիբիրյան փետուրի հետ, չի նշվում։ Իսլանդիա տակ փետուրի նավարկության ֆանտաստիկ գաղափարը լիովին հերքվեց։ Սա կամ նրանց փորձագետի սարսափելի անգրագիտությունն է, կամ զանգվածների գիտակցության կանխամտածված մանիպուլյացիա։ Քանի որ իրական մասնագետները քաջատեղյակ են, որ 2017 թվականին ապացուցվել է, որ սիբիրյան փետուրը ոչ մի կապ չունի իսլանդական մագմատիկ վերընթաց հոսքի հետ։ Արկտիկայի տարածաշրջանի սեյսմոտոմոգրաֆիկ հետազոտությունների արդյունքները համոզիչ կերպով ապացուցեցին Հուգերպիցի կողմից հնչեցված տեսության գիտական սնանկությունը։ 2017 թվականի ուսումնասիրության համաձայն Սիբիրյան կրատոնի տարածքում ներկայումս նկատվում է լիթոսֆերայի մասերի նոսրացում տաք գետի, այսինքն մագմատիկ փետուրի ազդեցության տակ, եւ դա կապ չունի իսլանդական վերընթաց հոսքի հետ։ Այս ուսումնասիրությունն ինքնին մեծ արժեք ունի, քանի որ հենց այս տվյալներն են վկայում փետուրի կողմից Սիբիրի տակ գտնվող լիթոսֆերայի հալեցման մասին։ Սեյսմիկ տոմոգրաֆիայի տվյալների վրա տեսնելու համար, թե որքան արագ է ժամանակակից սիբիրյան փետուրը քայքայում լիթոսֆերան արևելյան սիբիրյան խառնարանների տակ, ես առաջարկում եմ սեյսմոլոգներին կատարել հետևյալ վարժությունը։ Վերցրեք այս երկրաշարժերը մինչև 1995 թվականը եւ միայն դրանցով կառուցեք առավել մանրամասն սեյսմոտոմոգրաֆիկ մոդելը արևմտյան եւ արևելյան Սիբիրի տարածաշրջանի համար։ Այնուհետև վերցրեք նույն թվով երկրաշարժեր, որոնք ունեցել եք առաջին հավաքածուում, բայց տեղի են ունեցել միայն վերջին տասնամյակների ընթացքում, ինչպես նաև կառուցեք սեյսմոտոմոգրաֆիկ մոդել նույն պարամետրերով։ Եթե չեք վախենում այն ամենից, ինչ կտեսնեք, գրեք ինձ, մենք ձեզ հետ խոսելու բան կունենանք։ Սրանով ես ավարտում եմ NTV-ի սյուժեի տեսությունը։ Հաջորդիվ ուզում եմ հակիրճ մեկնաբանել մեկ այլ նորություն, որը վերջերս հրապարակվել է Սիբիրյան փետուրի թեմայով։ Ըստ այս լուրերի Նովոսիբիրսկի բնակիչները նկատել են, որ 2025 թվականի ձմռանը եղանակը սովորականից այնքան էլ դաժան չէ։ Ես մեջբերում եմ։
Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է սուպերհրաբուխը, որը թաքնված է Սիբիրի խորքում և իբրև թե արթնանում է, սիբիրյան մագմատիկ փետուրի մասին հրապարակումները աճում են, ֆանտաստիկ գրողները պնդում են, որ շատ շուտով ոչ միայն սիբիրցիները, այլև ամբողջ աշխարհը կբախվեն գլոբալ էկոլոգիական աղետի։ Հետաքրքիր է, որ այս տեղեկատվական աղմուկը նույնիսկ ուղեկցվում է որոշ ոչ պաշտոնական աղբյուրների մեջբերումներով 2000 կիլոմետր տրամագծով ստորգետնյա հսկայի Սիբիրի արագացված տաքացման և այն մասին, որ ջերմությունը գալիս է մոլորակի ընթերքից։ Եվ Սիբիրում շարունակվող ջերմության ֆոնին այս տեսությունները երբեմն դադարում են անհեթեթ թվալ, իսկ առավել անհանգստացողների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ մեջբերման ավարտը։ Այնուհետև Արևմտյան Սիբիրի հիդրոթերապևտաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի տնօրինության կանխատեսումների բաժնի ղեկավար Նատալիա Կիչանովան, իբր, ցրում է քաղաքացիների աճող անհանգստությունը, բացատրելով, որ ջերմությունը Սիբիր է մտնում արկտիկական ծովերի հյուսիսային ափի երկայնքով, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքով։ Ինչ կարող եմ ասել այս կապակցությամբ։ Նայեք Ռոսհիդրոմետի 2025 թվականի զեկույցից վերցրած քարտեզին։ 2024 թվականի դեկտեմբերին Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում միջին օրական ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 10 աստիճանը։ Այս տարածաշրջանում օդի միջին օրական ջերմաստիճանը ամբողջ ամսվա ընթացքում 5-ից 10 աստիճանով գերազանցել է կլիմայական նորման։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ այս ջերմաստիճանի անոմալիաների մեծ մասը գտնվում էր բևեռային շրջանից այն կողմ, այսինքն դեկտեմբերին բևեռային գիշերային գոտում, քարտեզը հստակ ցույց է տալիս, որ ջերմությունը չի տեղափոխվել Ռուսաստանի հյուսիս-արևմուտքով, այլ ընդհակառակը, տարածվել է կենտրոնական Սիբիրից ամբողջ երկրով մեկ։ Ցավոք, միայն հիդրոթերապևտաբանության բաժնից ավելի խորը վերլուծություն սպասել չի կարելի։ Ընթացիկ մոլորակային փոփոխությունների ամբողջական պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է բոլոր բնական գիտական ինստիտուտների մասնագետների և գիտահետազոտական թիմերի ինտեգրված մոտեցում և համակարգված աշխատանք։ Հաջորդիվ ես ուզում եմ ցույց տալ ձեզ ապատեղեկատվական արշավի ևս մեկ ուշագրավ օրինակ, որի նպատակն է կանխել Սիբիրյան փետուրի մասին տեղեկատվության տարածումը։ Մինչ գիտնականները, հիմնվելով սեյսմոլոգիայի և երկրաջերմային տվյալների վրա, զգուշացնում են փետուրների ակտիվացման ռիսկերի մասին, քարոզչամեքենան շարունակում է հերքել դրա գոյության փաստը և, անկեղծ ասած, ֆանտաստիկ բացատրություններ է հրամցնում բնակչությանը։ Եվ ահա այդ վարքագծի գագաթնակետը։ 2025 թվականի մարտին մեր ամերիկացի միստիկ Էդգար Քեյսիի անունը հանկարծ հայտնվեց մի շարք ռուսական լրատվամիջոցների, այդ թվում ուղղափառ պորտալների էջերում։ Փախեք Սիբիր, որտեղ ամերիկացիները կփրկվեն բնական աղետներից վերնագրված հոդվածում ասվում է, որ Քեյսին դեռ անցյալ դարում կանխատեսել էր, որ Սիբիրը կդառնա մոլորակի ամենաապահով վայրը գլոբալ ցնցումների դարաշրջանում, և որքան հարմար է նրանց օրակարգի համար, որ հենց հիմա են հիշել նրա կանխատեսման մասին։ Ըստ ամենայնի, նրանք արդեն սպառել են գիտական հակափաստարկները Սիբիրյան փետուրի մասին տեղեկատվության դեմ։ Ռոսհիդրոմետի օբյեկտիվ տվյալների կամ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտությունների վրա հիմնվելու փոխարեն ռուսներին խնդրում են հավատալ ամերիկացի պայծառատեսի մարգարեություններին։ Զվարճալի է, այնպես չէ։ Մի երկրում, որտեղ 2025 թվականից ի վեր օտարերկրյա գործընկերների հետ ցանկացած համագործակցություն պահանջում է համաձայնեցում FSB-ի հետ, իսկ հրապարակային գիտական հայտարարությունները զտվում են անվտանգության ուժերի կողմից, ռուսական աղբյուրները վկայակոչում են ամերիկյան միստիկին։ Կամ գուցե արժե հարցնել այս հրապարակումների ուղղափառ հեղինակներին. Միթե աստվածանարգություն չի առաջարկել ռուսներին հավատալ արտասահմանյան գուշակին, փաստերի սթափ վերլուծության փոխարեն, իսկ ուր է նայում ձեր դվորկինը։ Դա կարող էր ծիծաղելի լինել, եթե չլիներ մեկ բայցը։ 21-րդ դարում, երբ գիտության առաջընթացն արդեն կարող է փրկել միլիարդավոր մարդկանց կյանքեր, ապատեղեկատվությունը շարունակում է լռեցնել նրա ձայնը։ Եվ մենք բոլորս արդեն վճարում ենք այդ հիմարության համար։
Հաջորդիվ անցնենք Ռուսաստանի կառավարությունում առանձին ուժային շրջանակների կողմից կիրառվող միջոցառումների հաջորդ տեսակին, եւ այս տեխնիկայի անվանումը տեղեկատվության թաքցնելն է։ Նման միջոցների օրինակը, որը մենք կդիտարկենք, սարսափեցնում է իր ցինիզմով։ Մարտի 2-ին Թայմիր թերակղզուց հարավ, հյուսիսային սառուցյալ շրջանի վերևում Կրասնոյարսկի երկրամասում 10 կիլոմետր խորության վրա 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Սա ահազանգ է, քանի որ նախ սա առաջին գրանցված երկրաշարժն է, որ տեղի է ունեցել այս տարածքում 1900 թվականից ի վեր, այսինքն դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Եվ երկրորդ, իրադարձության ուժգնությունը միանգամից 5.1 բալ էր, առանց ավելի թույլ ուժգնության նախապատրաստական երկրաշարժերի, ինչպես սովորաբար լինում է։ Այո, այս երկրաշարժը տեղակայված էր Նորիլսկ քաղաքից 650 կիլոմետր հեռավորության վրա և Խաթանգա գյուղից մի փոքր ավելի քան 280 կիլոմետր հեռավորության վրա և գործնականում չի զգացվել մարդկանց կողմից։ Բայց այս տարածաշրջանում երկրաշարժի առաջացման փաստը շատ բան է ասում։ Սիբիրի լիթոսֆերային բլոկների վրա փետուրի ճնշումը շարունակվում և աճում է անողոք արագությամբ։ Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 2-ին և իր յուրահատկության պատճառով աննկատ չի մնացել լրատվամիջոցների կողմից։ Սակայն հենց հաջորդ օրը մի շարք պորտալներ ջնջեցին այդ մասին իրենց հրապարակումները, և այս երկրաշարժի մասին գրառումը անհետացավ երկրաշարժերի մոնիտորինգի մի քանի հավելվածներից։ Եվ այն ընդհանրապես երբեք չի մտել որոշ տվյալների բազաների մեջ, թվում էր, թե ինչ-որ մեկը մի ամբողջ հատուկ գործողություն է իրականացրել և հապճեպ փորձել է թաքցնել ու ջնջել այս իրադարձությունը, հեռացնելով այն վիճակագրությունից։ Բայց շնորհիվ այն բանի, որ այս սեյսմիկ իրադարձության մասին տեղեկատվությունը կարողացավ լայնորեն տարածվել համացանցում, այն տեղեկատվական դաշտից ջնջելու փորձը ձախողվեց։ Պրպտող և ազնիվ լրագրողները, ի տարբերություն իրենց հրապարակումները ջնջողների, նշել են, որ ընդհանուր առմամբ 2025 թվականի սկզբից Ռուսաստանի Արկտիկայի հատվածում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել։ Օրինակ, փետրվարի 28-ին Սիբիրի ափերի մոտ, Լապտև ծովում, 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սառուցյալ օվկիանոսի ծայրամասերի համար այս հզորության երկրաշարժը շատ հազվադեպ երևույթ է։ Փետրվարի 8-ին Յակուտիայի հարավ-արևմտյան մասում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նման ուժեղ երկրաշարժը այս վայրում նույնպես անսպասելի և ոչ բնորոշ երևույթ է։ Իսկ 2024 թվականի կեսերին տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել էր, որ չնայած տարածաշրջանի ցածր սեյսմիկ ակտիվությանը, Յակուտիայում կարող են տեղի ունենալ մինչև 8 բալ ուժգնությամբ երկրաշարժեր։ Սիբիրում հետագա սեյսմիկ ակտիվությունը միայն կավելանա։ Դա տեղի կունենա ինչպես մագմատիկ փետուրի վերելքի տարածքում, այնպես էլ երկրակեղևի լիթոսֆերային բլոկների եզրերի երկայնքով, որոնց վրա այն ճնշում է գործադրում, եթե սեյսմիկ իրադարձությունները շարունակեն ջնջել ու թաքցնել իշխանավորներին հաճոյանալու համար, միայն թե ռուսաստանցիները չնկատեն իրենց ոտքերի տակ մագմատիկ վտանգը, մեզ տխուր ելք է սպասվում։ Բայց շնորհիվ այն բանի, որ թե լրագրողների և թե շարքային քաղաքացիների մեջ կան բազմաթիվ հարգարժան մարդիկ, ովքեր չեն լռում և ճշմարիտ տեղեկատվություն են հրապարակում համացանցում, ես այս մարդկության հետ դեռ հույս եմ կապում։ Այսպիսով, մենք արդեն տեսանք, թե ինչպես են ուժային որոշ շրջանակներ ամբողջ ուժով փորձում թաքցնել սիբիրյան մագմատիկ փետուրի սպառնալիքի գոյության փաստը։ Բացահայտ ապատեղեկատվություն ազգային հեռուստատեսությամբ, փաստերի հեռացում հանրային հասանելիությունից։ Այս ամենն ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան են նրանք վախենում, որ փետուրի մասին ճշմարտությունը ի հայտ կգա և կդառնա լայն հանրության սեփականությունը։ Բայց արժե ուշադրություն դարձնել, թե ինչ գործողություններ են նրանք ձեռնարկում աննկատ, սպառնալիքի բուն գոյության ժխտմանը և բնակչությանը հանգստացնելու փորձերին զուգահեռ։ Այս գործողություններն ավելին են ասում, քան նրանց հրապարակային հայտարարությունները։ Ես արդեն նշեցի ներդրումային ռազմավարության կտրուկ փոփոխությունը։
Սիբիրի զարգացման նախաձեռնությունների կրճատումը, որը հայտարարվել էր դեռևս 2021 թվականին, միաժամանակ ուշադրությունը տեղափոխելով Հեռավոր Արևելք և նարատիվի տարօրինակ փոփոխություն ռուսական լրատվամիջոցներում, որոնք հանկարծ սկսեցին Սիբիրն անվանել անհեռանկար տարածաշրջան։ Բայց, թերևս, ամենախոսուն ազդանշանը բիզնեսի փախուստն է Սիբիրից։ Վերցնենք, օրինակ, Նորիլսկի նիկելը։ Ինչպես արդեն նշեցի, դեռ 2024 թվականի ապրիլին Նորնիկել ընկերության ղեկավարությունը հայտարարեց Սիբիրում գտնվող Նորիլսկում իր պղնձի գործարանը փակելու և պղնձի արտադրությունը Չինաստան տեղափոխելու մտադրության մասին, իսկ նոյեմբերին հաստատեց նոր գործարանի վայրի ընտրությունը։ Այս ամենը ներկայացվում է որպես ընկերության զարգացման նոր փուլ։ Եվ սա այն է, ինչ հիմա կարևոր է նշել։ Այս քայլը շարունակում է տարակուսանք առաջացնել ռուս փորձագետների շրջանում, քանի որ այն ոչ միայն տնտեսապես կասկածելի է թվում, այլև ռազմավարական առումով պարտվողական։ Մեջբերում անեմ մի վերլուծական ակնարկից։ Իրականում զարգացումը դա մի գործարանի փակումը չէ և մյուսի բացումը։ Նախընտրելի է մեկը արդիականացնել, իսկ մյուսը կառուցել։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ներքին հումքի վրա հիմնված ռազմավարական նշանակության միջազգային նախագծերին մեջբերման ավարտ։ Փորձագետները նաև ընդգծում են, որ Նորիլսկում գործարանի փակումը նշանակում է աշխատատեղերի կորուստ, հարկային եկամուտների նվազում և տարածաշրջանի թուլացում, իսկ Չինաստան տեղափոխելը միայն մեծացնում է ռուսական ռեսուրսներից կախվածության և արտաքին քաղաքականության անկայունության հետ կապված ծախսերն ու ռիսկերը։ Նորնիկելի համար այս քայլը խաթարում է երկարաժամկետ կայունությունը, Նորիլսկի բնակիչների համար՝ սոցիալական կայունությունը, իսկ Ռուսաստանի համար՝ պետության համար առանցքային արդյունաբերության վերահսկողության կորուստը։ Պաշտոնապես այս որոշումները փորձում են բացատրել պատժամիջոցներով և նյութատեխնիկական դժվարություններով, սակայն այդ բացատրությունները չեն դիմանում ոչ մի քննադատությանը։ Ռուս վերլուծաբաններն ասում են, որ եթե այդպես լիներ, ավելի տրամաբանական կլիներ արդիականացնել գործող գործարանը կամ այլընտրանք գտնել երկրի ներսում։ Ինչու է ընտրությունն ընկել Չինաստանի վրա, և ինչու էր անհնարին պահպանել արտադրությունը Ռուսաստանում։ Իրական շարժառիթները մնում են անհասկանալի լայն լսարանի համար, և այդ թերասացությունը, ինչպես ընդգծում են իրենք ռուս փորձագետները, նրանց ստիպում է մտածել, որ Նորնիկելի ղեկավարությունը և, հնարավոր է, նույնիսկ իշխանությունները, ինչ-որ բան թաքցնում են։ Ուրեմն ինչ են նրանք թաքցնում։ Փետուրի սպառնալիքի համատեքստում ակնհայտ եզրակացություն է առաջանում, որ նրանք տեղյակ են մոտալուտ վտանգի մասին և նպատակաուղղված դուրս են բերում իրենց ակտիվները Սիբիրից, դրանք պահպանելու համար։ Սա զարգացում չէ, ինչպես փորձում են ներկայացնել, սա փախուստ է, այն էլ հապճեպ, վախկոտ և վատ քողարկված։ Մինչ իշխանության որոշ շրջանակներ հանգստացնում են բնակչությանը պատմություններով, թե Սիբիրի զարգացման ռազմավարության փոփոխությունը միայն տրամաբանական քայլ է նրա անհեռանկարության պատճառով և հրապարակայնորեն հերքում են մագմատիկ փետուրի վտանգը, նրանց գործողությունները հակառակն են հուշում։ Նրանք ոչ միայն պատրաստվում են ամենավատին, այլ արդեն թողնում են Սիբիրն ու նրա բնակիչներին ճակատագրի քմահաճույքին, դուրս բերելով իրենց ակտիվները այն շրջաններից, որոնք կհայտնվեն հարվածի տակ։ Եվ դատելով նրանց գործողությունների շտապողականությունից, նրանք հիանալի հասկանում են, թե որքան քիչ ժամանակ է մնացել մինչև մագմայի բեկմանը դեպի մակերես։ Այս և այլ մարզերի բնակիչներին ոչինչ չեն ասում։ Ինչու՞։ Որովհետև փետուրի մասին ճշմարտությունը կհրահրի զանգվածային ներքին միգրացիա։ Իմանալով վտանգի մասին, մարդիկ անմիջապես կլքեն տարածաշրջանը կամ նույնիսկ երկիրը։ Իշխանությունների և բիզնեսի համար դա նշանակում է աշխատուժի և, որպես հետևանք, նրանց անձնական եկամուտների կորուստ։
Նրանց ձեռնտու է մարդկանց անգիտության մեջ պահել, ստիպել աշխատել մինչև վերջ, քանի դեռ նրանք հավատում են պատժամիջոցների և սպառնալիքի բացակայության մասին ստերին։ Եվ ահա արդյունքը, ռուսներին ասում են. «Մի վախեցեք, ապրեք հանգիստ և ճիշտ դաստիարակեք ձեր երեխաներին»։ Բայց այս ամենը վարագույր է, որի հետևում վաղուց ցինիկ որոշում է կայացվել։ Այս որոշման հետևանքները ծավալվում են հենց հիմա Ռուսաստանը, նրա բնակիչներին և մեզ բոլորիս թողնելով գալիք աղետի երեսի առաջ։ Եվ քանի որ Ռուսաստանում իշխանության այս զուգահեռ համակարգն ակնհայտորեն արդեն ունի հստակ ծրագիր, որում բնակչությունը ոչ մի դեպքում չպետք է իմանա ճշմարտությունը, նրանք անխնա ճնշում են գիտնականների կամ կազմակերպությունների կողմից այն փոխանցելու ցանկացած փորձ։ Վառ օրինակը համակարգային ռեպրեսիաներն են ալլատրա շարժման դեմ։ Իմ նախորդ ուղերձներում ես արդեն նշել եմ, որ այն բանից հետո, երբ 2014 թվականին ալլատրայի կամավորները փակ ձևաչափով տվյալներ են ներկայացրել Սիբիրյան փետուրի ակտիվացման մասին պատասխանատուներին Ռուսաստանում, FSB-ն իր ազդեցության գործակալների միջոցով արշավ սկսեց վարկաբեկելու համար ալլատրա շարժումը և նրա գիտական տվյալները ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում և եվրոպական երկրներում։ 2021 թվականից հետո, երբ հրապարակավ հայտարարվեցին փետուրի բեկման մասին գիտականորեն հիմնավորված կանխատեսումները, ալլատրայի մասնակիցների նկատմամբ հետապնդումները խստացան։ 2023 թվականին ալլատրան ճանաչվել է անցանկալի կազմակերպություն Ռուսաստանում։ Դա ուղեկցվել է խուզարկություններով, կեղծիքների հիման վրա քրեական գործերի հարուցմամբ, մարդկանց խոշտանգումներով և կալանավորումներով, ստիպելով հարյուրավոր մասնակիցների լքել Ռուսաստանը և ապաստան փնտրել արտասահմանում։ Ինչպես տեղեկացանք Ռուսաստանից ալլատրայի նախկին մասնակիցներից, ովքեր փախել էին բռնաճնշումներից, հարցաքննությունների ժամանակ FSB-ի գործակալները նրանց ասել են. «Դուք չպետք է խոսեիք կլիմայի մասին»։ Այն ամենից, ինչ ինձ հայտնի է դարձել այս պահին, Ռուսաստանում ալլատրայի մասնակիցների դեմ այս կոշտ արշավի արդյունքը հետևյալն է. 39 հաստատված քրեական գործ է հարուցվել ալլատրայի մասնակիցների դեմ, 45 վարչական իրավախախտման դեպք, և 7 նախկին մասնակիցներ դեռ մնում են կալանքի տակ։ Ավելին, այսօր ալլատրայի նախկին մասնակիցների դեմ Ռուսաստանում շարունակվում են նոր գործեր հարուցվել, որոնցում արդեն պաշտոնապես փաստաթղթավորված է, որ դրանց հարուցման պատճառը եղել է բնական աղետների մասին տեղեկատվության տարածումը։ Ինչու են ուժային կառույցներն այդքան կատաղի ընդդիմանում ալլատրայի անդամներին։ Պատճառն այն է, որ ալլատրայի կամավորներն առաջինն էին, ովքեր բացահայտորեն խոսեցին Սիբիրյան մագմատիկ փետուրի սպառնալիքի մասին, հանրությանը հասցնելով ճշմարտությունը։ Ռուսաստանում զուգահեռ իշխանական համակարգը, ինչպես արդեն նշեցի, սարսափում է, որ մարդիկ կիմանան Սիբիրում իրական վիճակի մասին, և անում են ամեն ինչ դա կանխելու համար։ Դրա պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում կամավորների դեմ քրեական գործեր սարքելու վրա ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում, այնտեղ օգտագործելով իրենց թաքնված ազդեցության գործակալներին։ Ալլատրայի կամավորները մարդիկ են, ովքեր ձգտել են պաշտպանել իրենց երկրների ապագան, ապացուցելով իրենց համաքաղաքացիների կյանքի իրավունքը, իսկ երախտագիտության փոխարեն ինչ են ստացել դրա դիմաց։ Խուզարկություններ, ձերբակալություններ, շինծու գործեր։ Այս ամենը կազմակերպվում է նրանց կողմից, ովքեր, իմանալով ճշմարտությունը, միևնույն ժամանակ փրկում են իրենց անձնական եկամուտները, դրանք դուրս բերելով Սիբիրից և այնտեղ բախտի քմահաճույքին թողնելով ռուսներին։ Բայց այս ուժային կառույցներն այսքանով չեն սահմանափակվել։ Այժմ հարվածի տակ են ոչ միայն ալլատրայի նախկին մասնակիցները, այլև սովորական մարդիկ, ովքեր համարձակվում են հրապարակայնորեն խոսել բնական աղետների թվի աճի մասին։ Այսպես, վերջերս գործ է հարուցվել ալլատրայի հետ կապ չունեցող ՌԴ քաղաքացու նկատմամբ, ով մեղադրվում է բնական աղետների աճի մասին տեղեկատվություն տարածելու մեջ։ Պատկերացրեք, թե որքան են նրանք վախենում ճշմարտությունից։ Նրանք հսկայական միջոցներ են ծախսում այն ճնշելու համար, նրանք վախենում են, որ ճշմարտությունը կվերացնի իրենց սուտը։ Բայց ճշմարտությունն արդեն գոյություն ունի։ Եվ նրանք չեն կարող ջնջել դա։
Եվ այստեղ հարկ է նշել, որ ուժային կառույցները, մասնավորապես FSB-ն, իշխանության որոշակի շրջանակների ճնշման գործիք են։ FSB-ն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը Ալ-Լատրայի դեմ հետապնդումների հարցում, իսկ այժմ նրա լիազորություններն ընդլայնվում են, հասնելով գիտնականների նկատմամբ տոտալ վերահսկողության։ 2025 թվականին Ռուսաստանում կներդրվեն միջազգային գիտական համագործակցության աննախադեպ սահմանափակումներ։ Երբ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի, ռուս գիտնականներին կարգելվի օտարերկրյա գործընկերների հետ շփվել առանց FSB-ի նախնական թույլտվության։ Գիտական փոխգործակցության բոլոր ձևերը կգտնվեն վերահսկողության տակ, համատեղ հետազոտություններից և գիտաժողովներից մինչև հրապարակումներ։ Այս միջոցները տրամաբանորեն բացատրվում են իշխանությունների ցանկությամբ կանխելու թիկնոցային փետուրի ակտիվացման մասին տեղեկատվության արտահոսքը և սահմանափակելու օտարերկրյա գիտնականների հասանելիությունը այդ տվյալներին, ինչը կարող է առաջացնել միջազգային ճնշում և խաթարել Ռուսաստանի դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Բայց սա կտավի միայն մի մասն է և, ավաղ, վերջինը չէ։ Նրանք ճնշում են գիտնականներին և հետապնդում նրանց, ովքեր համարձակվում են ասել ճշմարտությունը, նրանք պատրաստ են ամեն ինչի, որպեսզի լայն հասարակությունը չիմանա սիբիրյան մագմատիկ փետուրի իրական սպառնալիքի մասին։ Այսպիսով, ինչ ենք մենք տեսնում, ես նայում եմ այս քարտեզներին, այս թվերին և որպես գիտնական ասում եմ ձեզ, սեյսմիկ ակտիվությունն աճում է, ընթերքից եկող ավելցուկային ջերմությունն արդեն փոխում է մեր երկիրը, մեր ժամանակը սպառվում է։ Մինչ ռուսական կառավարության որոշ շրջանակներ հերքում են փետուրի բուն վտանգը, իրենց ազդեցության գործակալների միջոցով ապատեղեկացնում են հասարակությանը, ասելով ձեզ, ռուսներ, մի վախեցեք, ապրեք խաղաղ և մեծացրեք ձեր երեխաներին։ Միևնույն ժամանակ նրանք դուրս են բերում իրենց ունեցվածքը Սիբիրից, փրկում են իրենց եկամուտները, իսկ այնտեղ թողնում են ձեզ և ձեր երեխաներին։ Միանգամայն ակնհայտ է, որ նրանք արդեն ամեն ինչ որոշել են։ Սա սխալ չէ, դժբախտ պատահար չէ, դա ցինիկ ընտրություն է, որը նրանց շահույթը վեր է դասում ձեր կյանքից։ Արդյոք դուք գոհ եք դրանից։ Ես՝ ոչ։ Այսօր մենք ունենք գիտելիքներ և նույնիսկ լուծումներ այս աղետը կանխելու համար։ Բայց եթե մենք չօգտվենք այս հնարավորությունից, մենք ոչ միայն կպարտվենք, այլ կկորցնենք այն ամենը, ինչը թանկ է մեզ համար։ Մենք կկորցնենք մեր կյանքը։ Եվ հիմա ես ուզում եմ ձեզ հարցնել, ռուսներ. միթե ձեր կյանքն այն գինն է, որը դուք պատրաստ եք վճարել ինչ-որ մեկի եկամուտները պահպանելու համար։ Կյանքի համար արժե պայքարել։